Հասանք Վարդենից, այ շատ բարև ձեզ, ոնց է եղբայր, ոնց, բա դուք գիտեիք, որ մենք գալու ենք, բա ուրիշ ոնց պետք է դիմավորենք, բա ինչ գիտեիք, ստե ենք կանգնելու, բարև ձեզ, ինչ կա չկա, ոնց եք, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք, ինչ հարցեր ունեք մեզ, լոխը լավ է, հաստատ, ես ճամփեն գիտեք, չէ, ստարի, պարոն Խուդացյան, Դեսի ձեր ծանոթ խանութ է։ հա, ստեից առևտուրը։ Հիշում եք այն ժամանակ կարտոշկի համար Ինչ կարտոշկի, պատգամավոր է այն ժամանակ։ Պարոն Խուդացյան, այս ճամփեն այս տարի է ծրագրի մեջ։ կողմից 3 հատվածով Այս տարի սկսում ենք կառուցել։ ճանապարհան մխիթար վիճակը, բարոն։ Հա, դա բայց գիտեք ինչ է դեր կապված, քանի որ այնտեղ են բարձրացնելու բան կար, հատված կար։ Պետք է բարձրացնենք, իսկ նա կոմունիկացիաներ փոխվում է։ Գնանք նախագիծը ոնց։ Այնտեղ քանի որ շատ բարձրացնելու հարց կար, հետո տեսանք, հետո ցավոք Սևանը բավարար արագությամբ չի բարձրանում։ Մտածեցինք հիմա մի հատ սարքենք, մինչև բարձրանալը բան կանենք, էլի ուրիշ։ Ինչ տրամադրության եք գործել։ Շնորհակալ ենք։ Մի հատ սարսուրճ։ Չէ, եղբայր, շնորհակալ ենք։ Ուրիշ առիթով։ Շնորհակալություն։ Բանի քարոզարշավի վաղտ որ գանք այն ժամանակ կկանգնենք, բան կանենք, կհյուրասիրեք։ Եղբայր, դուք ոնց եք։ Ինչ կա, ինչ չկա, ինչ տրամադրություն, ինչ հալ։ Ինչով եք զբաղվում։ Զբաղվենք տունեն, տնտեսության։ Բան, հող, կարտոշկա։ Չեք մտածում կարտոշկեն ուրիշ բանով փոխարինեք, որ ավելի թանկ լինի։ Հետո կարտոշկի ավելի թանկ սորտեր են, չէ՞ լնում։ Պարոն Պապոյան։ Պապոյանը ուրա։ Պապոյան։ Պարոն Պապոյան, բանի կարտոֆիլի ավելի թանկ սորտեր են, չէ՞ լնում։ Այո, ու մենք այս տարի քվոտա ունենք 3500 տոննա դրսի սորտերի առանց մաքսատուրքի կգա։ Սերմեր, այդ բարձրարժեք թանկ կարտոֆիլ։ Եվրոպական է, իր վրա բարձր մաքսատուրք կա, ԵԱՏՄ-ում մենք գնացել ենք քվոտա ենք վերցրել, պարոն վարչապետ։ Բայց նկատի ունեմ ինքը որ շուկայում ավելի թանկ է այդ կարտոֆիլը։ Չէ, ինքը ավելի շատ է բռնող։ Չէ, ես նկատի ունեմ բարձրարժեք սորտեր կան, ասենք կարմիր կարտոֆիլ կա, ճիշտ է։ Հետո ուրիշ սորտեր կան ու տեն շարունակ։ Ընդհանուր առմամբ մենք ուրիշ բանել ենք մտածում ենք որ բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է տրամադրությունը։ Ուրախ ենք շատ։ Գնացինք, լավ, կարտոֆիլի մասին հետո կխոսանք։ Բարև ձեզ, եղբայր։ Լավ եք։ Բարի օր ձեզ, բարի լույս ձեզ։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս ձեզ։ Բարև ձեզ, պարոն մարզպետ, բարև ձեզ, պարոն քաղաքապետ, բարև ձեզ։ Լավ եք։ Բացում եք հենա, ցանքի սեզոն է, էլի, երբ են վարելու ժողովուրդը։ Հա։ Այսինքն մոտավորապես երբ կվարեն։ Պարոն Պապոյան, գյուղատնտեսության աջակցության ինչ ծրագիր ենք ուզում անենք։ Պարոն վարչապետ, այս ենթադրում եմ, որ կարողանանք հաջորդ շաբաթ արդեն ընդունենք, այսինքն այս 5 շաբթի ընդունենք բուսաբուծության աջակցության ծրագիրը եւ դրա արդյունքում, երբ որ հատիկ անդեղեն մշակաբույսեր, կերային մշակաբույսեր եւ հացահատիկ են ցանում մեր քաղաքացիները, ծախսերի 50%-ը կառավարությունը փոխհատուցում է։ Շատ լավ։ Այսինքն մի շաբաթ կընդունենք։ Այո, օրինակ գալու դեպքում 1 հեկտարի դեպքում հաշվում ենք, որ ծախսերը մոտավորապես 160,000 դրամ են եւ դրա կեսը 80,000 դրամը կառավարությունը կփոխի։ Բա ոնց ենք փաստագրում, որ համոզվենք, որ չարաշահումներ բաներ։ Մեխանիզմը այսպես է, նախարարությունը մոտավոր հաշվարկել է միջինացված եւ այդ տրամաբանությամբ Չէ, նկատի ունեմ համայնքներն են ֆիքսում, որ ցանված է։ Այո, քաղաքացին գալիս է համայնք, ասում է ես հայտ է տալի, որ ուզում եմ մասնակցեմ ծրագրին, հետո հավաստագրված սերմերով է, ինքը նաև փաստաթուղթ է ցույց տալիս, որ հավաստագրված սերմ է առել եւ համայնքը հետևում է, տեսնում է ծլել է, մշակում է թե ոչ եւ մեզ տալիս է
ծախսերի 50%։ Այո, մեզ տալիս է փաստաթղթերը մենք փոխանցում։ Աշխատակազմն էլ ընտրանքային բան է անում, մոնիտորինգ է անում, ներկայացնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Եղբայր բարև։ Ոնց եք։ Ինչ տրամադրության եք, ինչ հալ եք, լավ եք, լավ է։ Եղբայր բարև։ Ոնց է։ Ես շատ լավ եմ ամար շաշեմ։ Հաճ եմ աշխատում։ Կասետները լավացի։ Էդ եմ ասում էլի։ Բարև եղբայր։ Բա այս ջուրը խենք սենց թողում հոսի գնա։ Խմելու է թե ոռոգման։ Ոռոգման համար ասել բնակիչներ կան, որ բնակիչները դրանով օգտվում են։ Այսինքն սա հիմա օգտագործվում է, հա։ Այո, օգտագործվում։ Սենց գնանք տենանք թաղերում ինչ կա։ Տենստեղ կա, որ գնանք պտտվենք ուրիշ տեղով դուս գանք թե։ Չէ, պետք է դառնալ։ Բարև ձեզ։ Ոնց եք եղբայր։ Տուն տեղ ինչ հալ եք, ինչ տրամադրության եք, ինչ հարցեր ունեք մեզ։ Ես ես մի հատ արցում եմ Խնդրեմ։ խնդրանքից եթե չմերժեք։ Ասեք եղբայր։ Ես 22 տարեկան է, 3 տարի է նստած, մեղ տեղ նստած, սեթից բանի համար նստած է։ Ինչ հոդված է։ Ինքանով hamanերում ակլին ինչ ակլին Hamanер- պաստող է։ Hamanер- երեխայա տարել են, էսի 4 Haմաներումը այն բանում էլ ասի, վայքում ասի, մենք հիմա պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմն ենք ակտիվացնում, որպեսզի պայմանական վաղաժամկետ, ով որ հիմքեր կա պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետները անենք։ Ինչի, որովհետև haմաներումը անձին հաշվի չի առնում, հոդվածն է հաշվի առնում։ Իսկ բանը պայմանական վաղաժամկետը համ հոդվածն է հաշվի առնում, համ անձն է հաշվի առնում, համ իր հոգեբանական վիճակն է հաշվի առնում, ամեն ինչ հաշվի է առնում։ Ինչ հոդվածով է նստած։ Սեթից, Ինչ։ սուտից, Ինչ ասա դե ինչ հոդված է։ դենեց բանը որ ասեմ, ծաղրած բանը որ ասեմ, զարմանալու բան է, չհասկանալով ասենք Արմեն ջան։ Պարոն վարչապետ, Հաջա։ Բարև ձեզ։ եք մի հարց ուղեմ։ Համեցեք եղբայր։ Պարոն վարչապետ ջան, ես որտեղ ասես դիմի, այդ հարցը ոնց անենք։ 6 տարի առաջ Պաշտպանից ես 2 բլուր լրիվ 2 բլուր սիգարետանի դուս վերցին ինձ ոչ թե բան չասին անցյալ 6 տարի 700,000 տվացից դարձա առանց բան վարորդական իրավունքից էլ զերծած ես էլ վարորդ տղա Ով արե, ով։ այնտեղ տամուժն են մեր հայերը ագարակ Գագիկ։ որ դրա համար Գագիկ ջան, մի հատ տես որ իբր մաքսանենգության մեջ են մեղադրի, հա, որ ապորինի ներկա։ հա 2 բլուր լրիվ Երկու սա եղե։ հա Երկու սա եղե։ դե 4 հա տա Հələ ճիշտ է։ Հələ ճիշտ է։ 4 հա դասել պերի Լավ, գագ ջան։ տղես պոստերներ պերի վրտանի պոստ է շո Երկու հատ աղը հետո պարզվելա 4-ը, հələ մի հատ պարզի ինչն ինչոց հա։ Բարև ձեզ, 1000 բարի։ Ոնց եք եղբայր։ Ինչ տրամադրության եք, ինչ հարցեր ունեք մեզ։ Ոչ մի հարց չունե, լավ է։ Լավ եք, հաստատ։ Դե լավ եղեք, ուրախ եմ եղբայր ջան։ Իսկ ստեղ բան սուբվենցիոն ծրագրեր ունեք։ Ունենք այս տարվա մեջ այս փողոցը ունենք։ Էս ինչ եք անելու, ասֆալտապատում ենք անելու, հա, շատ լավ է։ Շատ ուղիղ փողոց է, սենց ուղիղ տեղեր Հայաստանում շատ քիչ կա, չէ՞։ Բարի լույս ձեզ։ Պարոն վարչապետ։ Ոնց եք եղբայր։ Շատ լավ։ Ինչ տրամադրության։ Շատ վիշի տրամադրություն, մանավանդ ձեր օրենքները, որ հանել եք, մանավանդ յուղացիներ համար այդ վարկեր վարտվեցիք, ամեն ցևի ապրում են, շատ լավ է, դու եք։ Ինչ հարցեր ունեք մեզ։ Ոչ մի հարցեր չունեմ։ Դե լավ, դե լավ։ Ամեն ինչ լավ լավ։ էլի։ Ամեն ինչ թողներ երկիրը սենց խաղաղ մնա, ամենակարևոր խաղաղությունը, խաղաղ մնաց։ Այսպես ամեն ինչն մեր ստեղ կապրեք։ Խաղաղությունը Ձեր օգնությամբ մեր կառավարությունը մեր կողքայնացան, մեզ կողքնա մենք էլ կապրենք։ խաղաղությունը հետևյալն է, խաղաղությունը հաստատված է,
բայց դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետքա խաղաղությանը տեր կանգնեք։ Տեր ենք, մենք տերն ենք։ 2000 հունիսի 7-ին քվեարկում եք ԿՊ-ի օգտին, սահմանադրական մեծամասնություն հաստատում ենք եւ երկարաժամկետ խաղաղություն երաշխավորում ենք։ Փակում ենք այդ թեման։ Մի հարց էլ էլի։ Ահա, տեսար որ հարց կա։ Այս տունուս բնակարան սարքել համար որ տվեցի, գյուղերում է, սամանում ես գյուղերում։ Կուտ գյուղում ոնց որ չի։ Պարոն Թորոսյան, կուտում չենք տվել, քանպես քվոտա։ Չէ, այս անգամ։ Որտեղ մենք երեխեքս կուտ Կար թե փոքր քվոտ։ Չկա այս տարի, գիտեմ էլի։ Որտեղ ամենը դու գիտեք կուտն ամենասահմանամերձը կուտն է։ Ստեղից կա մենակ Դբրոցել կան, դա ժողովուրդներ, մենք էլ գնում ենք այնտեղ սարժան։ Բայց կառուցվողների մեջ կար կուտ։ կառուցողների մեջ Հələ կուտում ինչքան է կառուցվում մի հատ։ Գիտեմ, ուրիշն փոխել են, հա։ Կուտում բայց սարքվում է, չէ։ Կուտում կար, սարքվել են, բայց հիմա չկա ասում են։ Ահա։ ներքին շորժամը Դե որովհետև այնքան քիչ են սարքի 3 հատ է սարք։ 14 սոտքում 60 Դիմի եթե կուտում լիներ, օրինակ օգտվեիք այդ հարցից։ Եթե հնարավորություն կա, կարաչարի։ Գնայինք հաջորդ փուլում կնայինք։ Շատ լավ է, բարը վարչական, շատ լավ։ Մի րոպե։ Մայրիկ ջան, բարև, մայրիկ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բարև ձեզ։ Հաղթանակին մաղթում, Բարև ձեզ, բարև։ քերին կհաղթենք, բայց այդ ցավը տանեմ։ Լավ եք, լավ ամեն։ Լավ, շնորհակալ եմ։ Տուն տեղ։ Հաջողություն ձեզ։ Բոլորիս հաջողություն։ Այնքան հաջողություն եմ ցանկանում եւ Մի հատ մայրիկին այս սրանից նվիրեմ, ինձ հետ կնկարվեք։ Հա, իհարկե կնկարվեմ։ Հետո թերթի մեջ գցիկ որ տեսնեմ։ Այնա ուղիղ եթերում ենք թերթի մեջ։ Դե մենակ ձեզ հետ։ Հա, մենակ ինձ է։ Լավ եք, ինչա ձեր անուն ազգան։ Եվա Թադևոսյան։ Տիկին Եվա, շնորհակալ ենք շատ։ Շատ լավ ուղիղ ճանապարհ է, հա։ Այ երբ որ մեր համայնքները զարգանան, հաջորդ փուլում արդեն պետք է սուբվենցիաներով այս ֆասադների հարցը լուծենք։ Ֆասադները մաքսիմալ իր օրգանիկ վիճակին, օրիգինալ վիճակին մոտիկ, տենց պետք է Գյուղեր ունենք, որ 90 ու ավելի տոկոս ճանապարհները ասֆալտապատած են, երկրորդական, երրորդական։ Դե սա այս տարի անելու ենք, չէ։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ո՞նց եք, ինչ տրամադրության եք։ Փարքացու, առողջանեք բոլորս Մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Էս Չէ որ Յա- գոյ շնորհակալ եմ ձեզանից Հաստատ։ Ով ինչ ասում է մեր վեճնել չի։ Հաստատ։ Հաստատ։ Մենք ձեր կողքին ենք իմ ընտանիքով իմ Շնորհակալ եմ, արածներով։ Մարիկ ջան։ Մենք էլ Մենք ձեր շնորհակալ ենք որ դու Դուք հաշվի եք առեք։ իրան ճանաչում եք։ Բարև ձեզ։ Առողջապահ։ Առողջապահության նախարարություն։ Իրա- Ես ինֆարկտ տարածքին եմ։ Ահա։ Չաշված ընտանիքս ահավոր վիճակի մեջ ել է։ Հիվանդության պատճառով հենց հիմա հարցը պարկացա պրիստուպի մեջ, որ դեղորայքն ծրի կընդունենք, բժշկ սպասարկում են ծրի, մեր համար աշխարհը։ Շատ Այսօր էլ իրա ծնունդն է։ Այսօր էլ իրա ծնունդն է։ Այսօր էլ իմ երեխեքի, զույգ երեխեքից ծնունդն է։ Աստված պահի, Աստված պահի։ Շատ գոհ Աստված պահի։ Դե առողջություն, առողջություն, հարցիկին, առողջություն։ Լավ բաներ մեր կյանքի համար։ Վարչապետ հաշվառնելով որ մեր ժամանակը կարող է հետ գնանք քաղաքի մեջ։ Հիմի բա որտեղ ենք։ Հա, էս էլ է քաղաքի մաս, բայց էսի բան է։ Մի քիչ նայենք, տեսնենք, այսա գնանք, հա, այսա կգնանք։ Ահա, այս եկել ենք հասել ստեղ, այս մարդկանց չբարևենք մի հատ։ Եղբայր բարև ձեզ։ Ոնց եք եղբայր։ Ինչով եք զբաղվում, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք։ Շատ լավ։ Աշխատանք։ Ինչ Արևային համակարգում արևային։ Ահա, այդ եղավ գործ։ Իմիջայլոց Վարդենիս տարածաշրջանը արևային էներգիայի ամենահզոր տարածաշրջանն է։ Գեղարքունիքի, բայց հատկապես Գեղարքունիքում էլ հենց Վարդենիսը շատ լավ է։ Լավ է գործերը։ Դուք ծնունդով Վարդենիսից եք։ Այսինքն Աշխատանքի բնույթով եմ այստեղ։ ապրում եք այստեղ հիմա թե չէ։ Դե լավ է, էլի։ Այդ լավ է, որ հիմնականում
մարզից գնում ենք մենք բոլորս գնում ենք Երևան ապրելու, տնտեսությունը ուզում ենք նաև նենց կարգավորենք, որ նաև Երևանից մարզ գալու առիթ եւ հնարավորությունը լինի, նենց որ ուրախ ենք։ Գիտեմ որ գործերը լավ, որովհետեւ տես Արևային համար մադեր բան ասում են։ Չի արեցին ամսեկան, որ ամսեկան անեն, այն ժամանակ Եղբայր։ կանոն կուտակում էին, ապրում էին ժողովուրդը։ Եղբայր, տեսեք, ընդհանուր այդ հասկանում ենք, բայց ինչ խնդրեմ կա։ Ինքը արևային համակարգը, որ այդքան այդ համակարգը ընդհանուր էներգետիկ համակարգի համար խնդիրներ է ստեղծում։ Որովհետև ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալն է, որ արևը ցերեկը կա, իրիկունը չկա։ Ցերեկը այնքան արև կա, հիմա մյուս էլեկտրական կայանները պետքա նվազեցնել եւ այլն։ Իսկ մենք ատոմակայան, ջերմային կայան եւ այլն, այդ նենց բան չէ, էլի որ միացնենք անջատենք, այսինքն ինքը բարդ process է։ Դրա համար մենք էլ չուզենալով որոշ կարգավորումներ ենք անում, որ մի քիչ հավասարեցնենք, որովհետեւ կարան այդ էլեկտրակայանները բան անեն, էլի, խնդիր ունենան, համեմատ ուրիշ խնդիր էլ կա։ Օրինակ նույն այդ էլեկտրակայանները ինքը պայմանագրերը նախկինում էլ տենց է կնքած, որ առնես չառնես էլեկտրական հոսանքի փողը պետքա 10 որոշակի պայմանավորվածության դրա համար մի քիչ կարգավորում ենք որ մի քիչ սենց անենք որ մինչև կուտակային կայաններ ստեղծել են հիմա մենք մեր նախընտրական ծրագրում պարոն Խուդացյան գրել ենք որ մինչև 2040 թիվը 600 մեգավատ կուտակային կայան պետք 600 Հա, դե տենց մի քիչ զապասով ենք դրել 600 մեգավատ կուտակային կայան, որ հիմա իմիջայլոց առաջիկայի շրջանում մենք բան ենք անելու, մի հատ ծրագիր ենք անելու, որ ձեզ քաղաքացիներին օգնենք, որ դուք ով որ ունի արևայինը, օգնենք ֆինանսական սուբսիդավորենք տոկոսները, որ դուք ձեր հայատներում նաև կուտակային կայաններ դնեք, այսինքն ցերեկը հավաքեք, գիշեր օգտագործեք, ցերեկը հավաքեք, որ այդ խնդիրը չլինի։ Դուք դեր հոս մենք օրենսդրությունն ենք անում, պարոն վարչապետ։ Մոտավորապես երբ կհասցնենք դա։ Տարվա վերջ բացես կլինի։ Մաքսիմում մյուս տարվա սկիզբ այդ ծրագիրը կլինի։ Մենք փորձում ենք ես գումարման ազգային ժողովում օրենքն։ Այսինքն ձեր ասած այդ խնդիրը կլուծվի։ Մենք ձեզ տոկոսի սուբսիդավորում կանենք, դուք վարկը կվերցնեք, մենք տոկոսը կսուբսիդավորենք։ Ձեր դներում իմիջայլոց մարդիկ կարան հավաքվեն նաև հարևաններով բանով, մի հատ ընդհանուր կուտակային կայան դնեն թաղերով բանով, որ շատ ոնց է շատ լավ։ Համեցեք եղբայր։ Մեր կաթն թանկացր։ Գոնե արայի կա Պապոյան 3 օր առաջ էտ ենք քննարկել։ Ինչ ենք 100 դրամ անցնենք։ Ինչ ենք անելու կաթ հետ կապված։ Ավել բան չեմ կա սեզոն, երբ որ կաթի գինը մի փոքր նվազում է, սովորաբար ապրիլից մինչև սեպտեմբեր, հոկտեմբեր այդ հատվածում։ Մի լիտր մածու խանութում 720 դրամ է։ Ինչա մեր կաթն 120 դրամ։ Պարոն վարչապետին այդ հարցով 120 դրամով Սպասի պատասխանում է, հարցիդ պատասխանում է։ վարչապետին, հանրապետության վարչապետին էլի են դիմել այդ հարցով եւ պարոն վարչապետը հանձնարարական է տվել մեզ ու մենք նախագիծ ենք մշակելու եւ ինչ որ գումարով կսուբսիդավորենք։ Մի քիչ կօգնենք ձեզ։ Դու կաթն էլ թանկացրեք։ Մեզ էլ վարկեր տվեք։ Չէ, կաթը ոչ թե թանկացնում ենք, այլ մի քիչ սուբսիդավորում։ Ֆերմաներ չեն զարգացել։ Որտեղից զարգացել։ Տեսեք, ոչ թե 120 դրամով թանկացնում ենք, այլ մի քիչ փող մենք ձեզ գումար ենք տալիս։ կօգնենք, էլի։ Կաթի գինը մնա նույնը, չթանկանա, բայց դուք ունենաք շահույթ ավելի։ Հասկանալի արդեն։ Որ Էլի վատն չի։ ձեր տա, էլի։ Էլի վատ չի։ Մեզի մեկը աջակցիկ։ Աջակցենք, այո։ Բայց որտեղ եք ապրում դուք հիմա։ Ձերա կապրեմ, մեր Գոմը որտեղ է։ իմ տան տուրն է։ Մոտիկա։ Գումարը Կարան գնանք նայենք։ Պարոն քաղաքապետ, պարոն վարչապետ, Անցած մյուս հաղամասն։ իմի գումարն ստեղ է։ Լավ անասուններ ունեմ, լավ պերմա ունեմ, բայց չեմ կարող։ Բան ուզում էի ասեի, որ ֆերմա է ձերն էլ պետք է փոխեք։ Մենք ձեզ ուրիշ բանով աջակցում ենք, այդ փողը չեք վերցնում։ Հա, օքեյ, կաթով մի տարի, 2 տարի էլ կաջակցենք, բայց ֆերմայի տնտեսվարման ձևը պետքա փոխվի։ Պետքա կթելուց սկսած բաց ծրագիր չունի։ Որտեղից փոխեք, 120 դրամ խոտ առնեմ, ճարի առնեմ, պահովին տամ կթողնի ասատրյան։ Պարոն Ասատրյան ջան, Ջանե ջան։ տեսեք, մենք արդեն քանի տարի է այդ խելացի անասնագոմերի ծրագիրը հիմա կա թե խելացի անասնագոմերի ծրագիրն անում ենք, որ այդ դարդից ազատվեք, որովհետև խելացի անասնագոմում արտադրված կաթը 200 դրամի չի իջնում երբեք։ 250 դրամ, ես 250 դրամի չի Ես էլ դրանից հասկանում եմ, բայց ուժս չի պատում որ սարքի։ Բա դե բա մենք տալ 80 թվին մեր համալիր աշխատել է։ Սպասի։
խելացի անասնագոմերի ծրագրով 50% հետ վճար չենք անում։ Ծախսած գումարի 50%-ը հետ ենք տալիս կամ է վարկավորում ենք։ Ուղղակի պրոբլեմն է նա, որ այդքան ասում ենք, չի հասնում ինֆորմացիան ձեզ, չի հասնում կամ էլ դուք չեք մտնում այդ գործի մեջ։ Կարանք մի բան պայմանավորել։ Հիմա որ դու չիկին մեր վարդինից, ես կարի քիչող հետ։ Դե բա դրա համար եկել եմ։ Կարանք մի բան պայմանավորենք։ Մի տարի, 2 տարի կաթի հարցում կաջակցենք։ Դրանից հետո պետք է այդ խելացի անասնագոմերը կառուցեք, փողը դնում ենք այդտեղ։ Ծախսի 50%-ը հետ ենք տալի։ Ենթադրենք 10 միլիոն ծախս արիր, գոմ սարքեցիր, 5 միլիոնը սենտ չէ, բայց անկանխիկ քարտի վրա հետ ենք տալիս։ Հետո տոհմային անասունները ձեռք բերեցիր, այդտեղ էլ 10 միլիոն է դրա վրա ծախսեցիր, 4 միլիոնը սենտ, բայց թղթի փողով չէ, էլի քարտի վրա փոխանցում եք։ Շատ լավ։ Եվ վարկային բաղադրիչով Պայմանավորվում ենք։ Տես, հիմա որ թիվն է 2028 թվի մայիսին գալու եմ, եթե կաթի գնից բան ասեցիր, պետք է գամ ֆերմեն սարքածելնես փողդ հետ ստացած։ 9 միլիոն պետքա մեզնից ստացած ելնես, բայց դու պետք է 9 միլիոնի համար ինչքան պետք է մի 20 միլիոն պետքա դնես, մի 9 միլիոնը հետ ենք տալիս։ Պայմանավորվանք, всё, գնացինք։ Մի րոպե, մարդկանց չբարևեցինք, բարև ձեզ։ Ուրախալի է, եկեք։ Ուրախ ենք շատ, լավ է։ Գնանք։ Երեխաներ են եկել, երեխաները։ Երեխեք ջան, բարև ձեզ, լավ եք։ Սրանից նվիրեմ ձեզ։ Լսի, այսօր իմ կուրտկեն էլա հաստ, լավ չի պահում։ Դու կկպցնես, էլի լավ չի պահում։ Այ այստեղ կկպցնեմ։ Նկարվենք, իհարկե նկարվենք։ Դուր հեռախոսը ձեզ նկարել։ Պարոն Պապոյան, մարդկանց խոստացանք, էլի այդ գյուղի ծրագրերը չհետաձգեք, էլի։ Արագ, մաքսիմալ արագ ընդունեք։ Հա, եղբայր, հեսա գալիս է։ Մատել առանց։ Պարոն Փաշինյան, Հաջա։ շնորհակալ ենք կատարած աշխատանքի ու ծրագրերու համար։ Ես էլ ձեզնից եմ շնորհակալ։ Բարև եղբայր, ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք, պարոն Փաշինյան։ Էսա ինքը հարց ուներ։ Հարց ուներ, թե չուներ։ Ես ունեմ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ խաղաղության համար։ Իմ մաշկի վրա ես զգացել եմ դա։ Շատ լավ, եկեք հայլենք խոսենք։ Որտեղ եք ապրում։ Արցվանիստում։ Չեմ ուզում, որ ոչ մի ծնող այդ արդյունքները թափի։ Մեր խաղաղությունը թանկ բան է։ Պահենք, պահպանենք։ Ոչ մի քույր, ոչ մի եղբայր, ոչ մի հայ արդյունք հարազատ արդյունք թող չթափվի։ Մեր խաղաղությունը թանկ է, շատ է թանկ։ Դրա համար ես մարդկանց հետ շփվում եմ, ժողովրդի մեծամասնությունը կողմնակից է խաղաղության։ Բայց կներեք, ո՞նց կարանք, որ ասում եք մեծամասնությունը, այսինքն կա մարդ, որ կողմնակից չի խաղաղ։ Դե որ եկան ուրիշներ եկան, պարոն Փաշինյան։ Չէ, նկատի ունեմ քաղաքացիների մեջ, ինչի պետք է կողմնակից չլինի։ Մենակ մի պատճառը, որ մարդը ինֆորմացիայի պակաս ունենա խաղաղության մասին։ Մենակ այդ պատճառը։ Ով կարա դեմը լինի խաղաղությանը, դա ընտրամաբանական։ Ապրես։ Երկրորդը, Արցվանիստ համայնքում ձեր դղյակը, որ կառուցել եք, նվիրել եք մանուկներին։ Այո։ Շնորհակալ ենք դրա համար։ Բայց չենք եկել, բացում չենք։ Չէ, բացում չի եղել։ Հələ չի եղել։ Չենք։ Երկրորդը, ճանապարհաշինությունը արդեն ավարտվում է։ Արդեն փողոցներն են։ Լուսավորությունը, պարոն Փաշինյան, ջրագծերը, ոռոգման, խմելու ջրագծերը։ Էլ ինչից պետք է դժգոհ լինեն ժողովուրդը։ Ժողովուրդը դժգոհ։ Ամեն ինչ հերթով կան։ Բայց ամենակարևորը իսկականից խաղաղությունն է։ Ժողովուրդ, տեսեք, այս շատ կարևոր բան է, էլի։ Ճանապարհ, էսա ասցի, ճանապարհը կկառուցվի, ջրագիծ, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչ։ Բայց հիմա մեր հիմնական խնդիրը խաղաղությունն է, որովհետև այս ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քաղաքացին մի հարցի պատասխան պետք է տա։ Ինքը տեր է կանգնում խաղաղությանը, թե տեր չի կանգնում։ Տեր պետք է կանգնի խաղաղությանը, այս ընտրությունների բանը, որովհետև խաղաղություն որ եղավ, ճամփի հարցնել, էնել, տենց հարց չկա, որ լուծվող չի։ Որ խաղաղություն չեղավ,
ով է սիրտ ունենալու Ոչ մեկ։ դպրոցի վրա, M1-ի վրա, Ավել M1-ի լավ վրա, ասով կամ էլ Վարդենիսում, որ խաղաղություն չեղավ, Սոտքում, հələ մի րոպե էլի, պարոն Թորոսյան, այն օրը, որովհետև տպավորվեցի, պարոն Թորոսյան, մի հատ Սոտքում քանի տուն է, էլի 10, հա? Չէ, այս պահին մեծ թիվ էր Սոտքում։ 77 տուն Սոտքում կառուցվում է։ Բա 70 այդ մարդիկ պետք է ապրեն այդ տանը, խաղաղությամբ ապրեն այդ տանը եւ Դրա համար ժողովուրդը կառավարության կողքին կանգնած է, պարոն։ ժողովուրդը 26 թվի հունիսի 7-ին պետք է իր քվեարկությամբ խաղաղությանը տեր կանգնի։ Այդ շատ կարևոր բան է։ Շատ շնորհակալ ենք։ Տալիս է։ Շնորհակալ ենք։ Մեր մասնագետին շնորհակալ ենք, ինչի համար։ Իր առաջ չեմ ասում, պարոն վարչապետ, որ շրջում է, հսկում է, աշխատում է։ Ժորժ ջան, դա մեր ընդհանրապես տեսեք։ Եթե Ես դուք մարդունուց եմ։ եղբայր, եթե կառավարության նիստերին հետևել եք, բարև ձեզ, հազար բարև։ Ես միշտ մեր գործընկերներին կոչ եմ անում, ասում եմ, ինչքան կաբինետում ենք աշխատում, պետք է այդքան էլ դրսում աշխատենք, մարդկանց հետ շփումով, որովհետև մարդկանց հետ շփում մեզ նաև մեծ ինֆորմացիա տալիս, թե ինչ է կատարվում։ Մասին 10%, 1% մտածեք։ Չենք մտածում։ Դե մի քիչ դες մարդ Չենք մտածում մենք Վարդենիսի մասին։ Ինչքան սուբվենցիա ունենք։ Այս տարի, անցած տարի 4 միլիարդ 200 միլիոն։ Ոյ տնաշեն։ 4 միլիարդ սուբվենցիա ենք ծրագիր ենք հաստատել, ասում եմ, որ մի քիչ Վարդենիսի 4 միլիարդ պատկերացնում ես այդ ճիշտ թիվը։ լավ աշխատում են, չէ։ Հələ բացի այդ բանը, այդ կենտրոնական ճանապարհն է, այդ սուբվենցիա չի, կառավարության միջոցներով է սարքվում։ Այսինքն Վարդենիսի համար 4 միլիարդ, Վարդենիս կյանքում մի տարվա մեջ 4 միլիարդի ծրագիր իրականացվում։ 12 այդ գալիս է մոտավորապես 10 միլիոն դոլարից ավել, ինչքան է կուրսը հիմա 10.5 միլիոն դոլարի, այդ մենակ անցած տարվա ծրագիր։ Բա այս տարի 3 միլիարդից ավելի կոստանա։ ասում եմ մի քիչ Վարդենիսի Փոխել մասին։ ունենք այս ամենը։ Կոմբինատը, որ կոմբինատի։ Զոդի։ Զոդի կոմբինատի մասին էլ է մտածվում։ Մտածվում է 1000 հոգի գործ ունեն, մեղք են էլի։ դե այդ դրա պայմանն էլ է, խաղաղություն եղավ, գործն էլ կլինի, աշխատանքն էլ կլինի, գործարանն էլ կլինի, ամեն ինչն էլ կլինի։ Այդ ամենակարևորը խաղաղությունն է։ Իմիջայլոց ասեմ ձեզ, ճանապարհները, սահմանները, որ բացվեց, այդտեղ էլ հազարավոր աշխատատեղեր են բացելու։ Առևտուրը, որ բացվեց, Փակվավ առևտուր կայնավ ստեղ, բարշե։ ոչինչ կբացվի, էլի կաշխուժա։ Մենք լավ էլ կաշխատենք։ Հույս ունեմ կողմ եք, Եզուն էլ գիտենք, լավ է։ հույս ունեմ, գիտեք ադրբեջաներեն գիտեք։ Հա, Հույս ունեմ կողմ եք, որ բացվի կամանց, քայլ, մի անգամ չի լինի, պարզա 30 քանի տարվա թշնամանքից հետո քաղաքն ենք, որ առաջինն եք, վերջինն չի, առաջինն կլինի, այ։ Կարող եմ փոխանցել ձեզ։ Ես կարող եմ փոխանցել ձեզ, պարոն վարչապետ։ Այո, իհարկե։ Շնորհակալ եմ։ Մենք մեր քաղաքապետարանից գործում Մենք էլ ենք գործեր քաղաքապետարանից։ Աջան։ Հա, իհարկե, եղբայր։ Գագիկ, օգնականս ստեղ այս ասած։ Պարոն Փաշյան։ Գաջամյացը։ Հա, եղբայր։ Ինք չեք հիշում էլի։ Ծանոթա ձեր դեմ։ Ռազմոյի գործով Որ ռազմայի գործով։ բնակարանի վրա դու թերթեր մեջ տպել էիք։ Կներես եղբայր չեմ հիշում։ Բացվեց այդ գործը։ Որ թվին ա եղել է։ 2004 թվին։ Բարոն վարչապետ, Աջան։ մենք Արջախուր գյուղից էինք ավարտվել ենք մի 100 հոգով, չթողեցին որ կայնացնեն։ Ինչի՞ չկա։ Հա, կայնացնեի։ Դե ժամանակ Մենք եկել ենք ստե մեզի հարց ունենք էլի։ Հա, խնդրեմ։ 90-ականներից մի 60 ընտանիքի հողամասեր ունեն մեր գյուղում, դակումենտ չունենք։ Ու միշտ ինչ դիմել ենք։ Հողամասները կառուցված ա։ 30 ընտանիքի, 40 ընտանիքի տներ։ 21 թվից առաջ, հա, այդ բանի օրինականացման բանի մեջ։ Չէ, ինքը ազգային պարկի հող է, եթե Սևան ազգային պարկի տարածքը ընկնում։ Մենք հիմա կառավարման պլանը ծեր հանձնարարականով որ հաստատում ենք, իրանց տների 90 եւ ավել տոկոսը դուրս է մնում Սևան ազգային պարկի տարածքից, կարողանալու են օրինականացնել, բայց որոնք որ բացարձակ ու մի քանի տուն են, բացարձակ նիշից ցածր են ընկնում, դրանց հարցը
էլի քննարկման կարիք ունի, որովհետև լճի բարձրացման դեպքում մենք չենք կարողանա։ Հիմա տեսեք, ասենք դուք տեսեք, բարձրը ժողովուրդ, տեսեք, իրականում, որ այդքան խոսում ենք օրինականության մասին, սրա համար ենք խոսում։ Իրականում դուք մեղավոր չեք, որովհետև եթե մի քիչ կարգ ու կանոն լիներ, ձեզ կգային կասեն, չէին թողի այդտեղ տուն սարքեն, կասեն Ժորժ ջան, ստեղ պետքա տուն սարքեք, սենց պետքա տուն սարքեք, այս թղթով, այս թամասարը, որ սենց խնդիրներ չլինի։ Դրա համար 80 թվի տուներ կա տեսարկան։ Դե այդ եմ ասում էլի։ Դրա համար այս ամեն ինչը մեզ ինչ հետևություն ա բերում, որ ասում ենք շինթույլտվությունով լինի, որ ասում ենք նախագծով լինի, որ ասում ենք այդ ամեն ինչով լինի։ Մարդիկ մտածում են, որ այդ բանը ջանջալացնում են, բայց իրականում տեսեք կառուցել եք, այսքան տարի ապրում եք, սենց խնդրի մեջ եք դուք։ Կգտնենք, այնա մարզպետն ասեց, մի հատվածի խնդրը գտնենք, այն մյուսն էլ մի ուրիշ լուծում կգտնենք, որովհետև նիշիցը պետք է մի ուրիշ ձև լուծում գտնենք։ Բայց մի րոպե, կարճ աղբյուրը Վարդենից խոշորացված է, չէ՞։ Հա, ես իցում եմ մարդուն։ Մենք 18 թվին ենք դիմել դրա հարցով, ոչ մի բան չի։ Եղբայր, որովհետև դա պարզ հարց չի, որովհետև ազգային պարկի հողը դա հասկանում եք, պարզ հարց չի։ Այսինքն այսքան տարի, որ տենց պարզ հարցը լինեք, ասում եք 2018 թվից դիմել ենք։ 85 թվին էլ եք, չէ՞ դիմել։ 90 թվին էլ եք, չէ՞ դիմել։ 96 թվին էլ եք, չէ՞ դիմել։ Չէ, այնց ասում եք, ոնց որ 18 թվից հետո չի լուծվել, բայց 80 թվից մինչև այս կողմ չի լուծվել, կլուծե։ 5-6 տունել կան։ Լույսի խնդիր ունեն այդտեղ։ Դե բա դրա համար, գիտեք, դրա համար չեն կարողանում ընտանիք կա երեխա ունի լույս չունի, որ կարանք լուծենք, գոնե 2 տարվա մեջ կարանք լուծենք։ Վարչապետ, այն որ հիմա հա գոնե փուլային ամբողջությամբ ինչքան վաղ մի տարվա վերջ մենք այն մնացած ենք այդ հարցը եթե չի լուծում մենք էլ թողենք այդ գյուղից այդքան չէ ինձ սկսեք որովհետև մեր տները դեք Արոն վարչապետ չէ բայց որը նիշից ներքև այնտեղ ուրիշ լուծում պետք է տեղափոխենք որը նիշից ներքև է պետք է օգնենք տներ տեղափոխել մի հարց կարելի է Այս փողոցը Երոսի փողոց է 2017 թվականից գոյվերա իմ թորը թաշ տղա է խոնարհում պետք է կա բակնակցած ամեն ինչ կարգադրել որ փողոցը պետք է ասֆալտացվի անունը փոխվի որ փողոցը էս է բա այն ասֆալտապատվում է էս ուր է բա 2017 թվին եղել եղբայր դե հիմա ենք ասֆալտապատվում Հանի մինչև օրը չասֆալտապատվի ոչինչ չէ Բա էստես արդեն որ այս փողոց պատահական ենք մտել Այս տարի սուբվենցիա ասֆալտան կարգադրել Երոսի փողոցը ձեր ազգանունը ի՞նչ է ձեր ազգանունը ի՞նչ է ազգանունը Մելիքյան Պարոն Մելիքյան համայնքի ղեկավարը եւ մարզպետը ասում են որ սուբվենցիայի մեջ այս տարի կսկսեն երբ կավարտեն ոնց է եղբայր ծառայում ես դեռ թե չէ բանը այս կսկսեն աշխատանքը կսկսեն Էս էլ իրակունն էս է եղել զորոց Շատ լավ Երոսի Հա այն երեխան Ահա ասֆալտն էլ անում ենք բարև ձեզ մայրիկ ջան Բարև ձեզ ոնց եք շեմքից ներս գամ նոր բարև եք ոնց եք Լավ ենք մտածում ենք մեր երկրի ապագայի մասին Ճիշտ եք անում ճիշտ եք Մեր երազանքը մեր խաղաղ երկիր լինի Դուք եք խաղաղության կողմ Այո ես անձամբ խոնարհումս մայրիկ ջան խոնարհումս Ես ասում եմ որ խաղաղ զարգացած երկիրը մեր զոհված նահատակների հիշատակի ամենամեծ հարգանքի ձևն է որ այդ երեխեքը զոհվածի ինչն է ինքը երեխեն քրոջ որդին է որ իրանք խաղաղ բարեկեցիկ երկրում ապրեն Ճիշտ եմ ասում եղբայր արոնտ ինչ էր Հա վայ ջան Շատ լավ Գնացինք ժողովուրդ Պարոն վարչապետ, ես մի բան եմ խնդրում Ես այդ չանանասուն ունեմ Քանի գլուխ Մի հեկտար հող չունեմ Քանի գլուխ 60-ատ հենց հիմա կթիկով ունեմ, մի 60-ատ էլ մաներ ունեմ Մալադեց Ահակին էլ ոչխար ունեմ Մալադեց 10-ատ էլ ձի ունեմ Մալադեց սարն եմ Մալադեց Իմ վրան են Թուրքի պոստից մի կիլոմետր է հեռու Կարևոր խաղաղությունը լի չկրակը Չեմ վախենա
կրակեն Այս ընթացքում կրակել են։ Չէ, անցածանից կրակված չէի։ Ահա։ 4 տարի կրակոցի տակ անասուն են պահել, մեր Խաչատյան լավ գիտի։ Հա, քննեմ մեզ մի քանի հեկտար գունի հող տակ։ Լսե, պարոն Պապոյան, մենք չենք կարա տենց կարգավորում անենք, որ ասենք ով որ ռեալ ֆերմերությամբ զբաղվում է, ասենք մարդի մի այսքան Կա այդպիսի կարգավորում, բան բախի չէ քեզ մարդ հողը տալ։ Առաջի անգամ Դες ծառայող, ինձ ծառայ լավ բանակայ։ Եղբայր, ես սպասում եմ ես գամ Պետական համասարան սովորում է հետը։ ապրես, շատ ապրես, շատ։ Ես տղես կինս էլ Այսինքն երեխեքի կրթության հարթ վրայից փողը դնում։ շատ լավ։ Անասուներ վինալ տնեմ, դորից տնեմ, չի ասում։ Ոստ կարնեմ, գլծեմ կուտենք, կոպիտ ազերով, կնի թրիկը հանեմ թապեմ։ Արդար չեք սարքում, ինչի։ Առնող չկաթար, էլ չեն առնե։ Հիմա զարգացած ժողով։ Հələ մի բան հարցնեմ, չէ, բայց իրոք այդ բան գոմախպը բան հողերի մեջ չեք։ Ժանադիցի Հասմիկի տաղենա Նիկոլ Փաշինյանը։ Որ հասմիկի։ Հող չունեմ, որ դոտ անեմ լսեմ։ Ուրախ եմ երբ։ Արսեն։ Հասմիկին չհիշեցի ուղղակի, որ հասմիկի։ Վալոդյանի խարսնա։ Շատ լավ։ Տեղը կբերեմ ընթացքում։ Բարև ձեզ, եղբայր։ Պարոն մարզպետ, բայց Կարճախյուրի հարցը պետք է զբաղվենք բանը։ Ձեր հանձնարարականը որ կառավարման պլանը հիմա հաստատում եք այդ իմաստացները Ոնց է։ Լավ եղբայր։ Փոքր է։ Հաջակ ջան, բարոյական։ Լավ է։ Եկար անտաշ, եկար մեր գյուղիտակ շտուրին մոտիկանի քեզի։ Որ գյուղի տակ։ Կարճախյուր։ Եր։ Հեծանիվի ժամանակ։ Հեծանիվի, ապա քշում ենք, հեծանիվի ժամանակ ուրեմն սենց հետաքրքիր բան ալնում։ Դե գիտեք, նախանցած տարի Հասեմանի շուրջը հետա դե գյուղերի միջով ասում ենք ժողովուրդ ասում են Փաշինյան մի րոպե կանգնի Փաշինյան մի րոպե ասում եմ ժողովուրդ ջան բայց որ կանգնեմ այդքան ես չեմ կարող երկորում պետք է հեծանիվով պատասխանեմ բանոջի անտառում յասիկա որ քեզ հանդիպեի բոյ այն մեր մանկա այն սկզբի օրեր Իշեինք են շփոթեց։ Նավ բարի գալուց շրջան ես քո ցավը տանեն ծերեն։ Հեծանիվի հարցը ինչ եղավ, պատրաստ եք մրցույթին մասնակցելու։ Այն որ դուք պիտի 100 կիլոմետրը նախ գնալու եք, եթե այն 30 ցկում անելու են, ինչ են առաջ։ Հələ թող այդ երկուս անեն, մի հատ գրեն, բառերը գրեն, հետո կորոշենք մնացած։ Հաջան։ Հողի հարկը Ջնջեք թեթայելի դրո։ Չէ, այդ հողի հարկը տենց է շատ չի, հայրիկ ջան։ Այ խորը 10 մատա։ Դուք կան տեսուք դա, սա թավանի տակ են։ Տեսեք, ես հիմա ձեզ անկեղծ ասեմ, մենք ընդհանրապես պետք է հասկանանք, որ այսքան ասում ենք կաթի գին, այսքան ասում ենք ճամփա, այդքան ասում ենք ջուր, այդքան ասում ենք լույս, այդքան ասում ենք դպրոց, այդքան ասում ենք սահմանամ, լսեք։ Այդ ամեն ինչը պետքա բոլորս հարկ տանք, բոլորս հարկերը հավաքենք, որ մեր երկրի կարիքները լուծենք, բայց հավաքելուց հետո մենք պետքա նայենք սոցիալապես անապահով հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքը կա վերադարձնենք, բա տասնյակ տներ են կառուցվում գյուղերում, սերմի սուբսիդավորում են կանում եւ այլն, պետությունը կոլեկտիվ է, պետությունը ընտանիք է, ամեն մեկս պետք է փող դնենք, որ մեր ընդհանուր կարիքները հոգան։ Դե պատկերացրեք մենք ընտանիք ենք, հոգանոց ընտանիք ենք։ Տղամարդը ասում է բան, դե ես փող չտամ, բերեք իմ բանը հարկերը զրոյացրեք, կինը ասում է փող չտամ, երեխեքն ասում են փող չտամ, տատիկը ասում է փող չտամ, պապիկը, ոնց այդ նշանակում է մենք մեզ մատնում ենք աղքատության, որովհետև մենք պետք է ոչ թե նենց անենք, որ ես ասում եմ մեր մի գրպանից դնում ենք մի գրպան, այսքան 7 միլիարդ սուբվենցիոն ծրագիր է արվում, բանում, Հողի վարդիկ չկան։ Մենակ ես եմ ասել մեծերի։ Ջայլեն էլ չկան։ Ոչ մշակում են, ոչ։ Այդտեղ համաձայն եմ, որովհետև մենք հիմա մտածում ենք հետևյալը։ Մի հատ մեխանիզմ ենք մտածում, որ այդ հարցը լուծենք, որ ով սահմանամերձը մարդիկ իրանց տավար չեն կարում տանեն, սարերում առածացնեն, վախում են։ Վախելու բան չկա։ Այն այս մարդ տանում առածացնում է։ 5 տարի սարն է։ Արածացնում է, վախեն։ Դուխ է էլի։ Սաղը դել պետք է դու։ Հեն ասում է մի տարի մի հատ գրակոտ չի եղել, էլի դու։ Լսեք, պարոն Թունյան, պարոն Պապոյան, այդ հողի ծրագիրը, մենք մի հատ սեն ծրագիր ենք մտածում,
կներեք, էլի մի րոպե կմոտենա։ Շրջանառվում է, այդ վարձակալության բան։ Մենք մի հատ ցեն ծրագիր ենք հիմա մտածում։ Ինչն է, ասում ենք մարդը ենթադրենք հողը չի մշակել 5 տարի, 10 տարի։ Ասում ենք ու գնում ենք ատենանք խիչ ես մշակում, էլի օգնենք, բարձվում է ինքը Հայաստանում չի։ Հարևաններին, քաղաքում հարցնում ենք ուրա, այս հողի սեփականատերը հարգելի ուրա։ Դե ասում են չգիտենք։ Հիմա մենք մեխանիզմ ենք վտածում, պետությունը այդ հողը վերցնում է, ոչ թե սեփականությունից է վերցնում է, գալիս է, ձեր ազգանունը ինչ է։ Խաչատրյան։ Ասում ենք, պարոն Խաչատրյան, տենում ենք դուք մշակում եք ձեր հողը։ Ասում ենք, պարոն Խաչատրյան, այս հողը կարող է ուզենաք վարձով վերցնեք։ Ասում եք, հա, նենց նորմալ տրամաբանական գին ենք դնում, ասում եք, հա, այդ հողը վարձով տալիս ենք ձեզ, դուք վճարում եք այդ հողի վարձը, օգտագործում եք, այս վարձը մենք դնում ենք մի հաշվի վրա, այս սեփականատերը երբ որ մի օր կգա, կասի, այս ինչ է, այս իմ հողը ինչ եք օգտագործե, ասում ենք եղբայր, տեսանք չեք օգտագործե, օրենքով տվել ենք նրան օգտագործում, էսել քո վարձի փողը։ Նման բաներ կա, Չէ, պետական չկա։ Ներքինով է, հիմա մենք ուզում ենք պետական մակարդակով դա անենք, որ վերցնենք հողը, տանք նրան, ով որ օգտագործում է, իսկ երբ որ սեփականատերն է, երբ որ կհայտնվի, կասենք սահմանված է, որ տարեկան վարձը հողի, քո այդքանա գույքի հարկը բանը, հողի հարկը հանած, էս էլ այսքան փող է հավաքվել քո հաշվին, էս էլ քո փողը, էլի բան չէ, էլի քարտով էլի անկան։ Լավ ծրագիր է, չէ։ Ձեր ասած խնդիրների մի մասը կլուծի։ Մենակ խնդրեմ, որ մեր կաթն թանկացնես։ Վարձով կտաս, պարտկով կտաս, քարտով կտաս, մեր կաթն իր գոնե 200 դրամ։ Մի հանքային ջուր ենք ես դիտել 240 դրամ։ Բայց պայմանավորվեցինք։ Մի բան ասեմ, մի բան ասեմ։ Պասպորտ սեղանը չի ստեղից տարար։ Շատ դժվարանանք մինչև գիտանք Մարտունի կուտենք։ 10,000 պետք է որի տա Մարտունի հետ կեմ։ Մի րոպե, էս ասեմ։ Հիմա Մարտունի Մեծ ռայոն է էսի։ Մի րոպե։ Ջանի։ Մարտունի գնալու անհրաժեշտություն չկա։ Հիմա Ես սուպեր չեմ։ Լս մի րոպե։ Ներքին գործերի նախարարությունը դնում է գրաֆիկ։ Ունի շրջիկ ավտո, որ ինքը գալիս է, սրանից Ես շատ զբաղված եմ։ Չէ, բա զբաղված ես, դրա համար էլ կասեք։ Տնտեսան հետ ես շատ զբաղված։ Լսի, հետ չես լսում։ Ասա, լսի։ Կասես, որ օրինակ ու պասպորտի գործը, պասպորտ սեղանը ինքը կգա քո մոտ։ Ոչ թե դու կգնաս պասպորտ սեղանի մոտ։ Ասեք բերեն ջվալի մոտ, ջվել տանեն ասքի մոտ։ Երբ գործ ունես, վերջին անգամ երբ հայ շրջիկը Վարդենից։ Գալիս է, ես չեմ։ Հա, բացվեց պասպորտ սեղանը շենքն ակե։ Մենք պային ետի կերա այդ շրջիկը, պետք է տանա Մարտունի, ես զբաղված եմ։ Ինչու՞ եմ արա տանում Մարտունի, ինքը չի տանում Մարտունի, ինքը գալիս է այստեղ, ինքը պասպորտ սեղանն է, գալիս է այստեղ, մտնում ես քո հարցերը լուծում ես։ Շաբաթվա երկու օրը գալիս է։ Շատ լավ, կարող է չեմ իմացել։ Ահա, այսօր տեսար ինձ այդ շփումներից ինչքան շատ բան իմացա։ Դե բնական է, բնական է։ Երեխեք ջան։ Նա սպասեք։ Սրանց նվիրել եմ ձեզ։ Հա։ Հա, շատ լավ։ Բա ես խա կպած դե։ Ա։ Հա, մի հատ երիկ չի։ Ո՞վ է նկարվում։ Մի րոպե հերթով մի հատ դու արի։ Այն մի հատ այն ռախոսով։ Դու ռեգուլիրովկե քանի։ Ինչ անենք դալշի ասա։ Դուրը ձերքիները դուրից։ Չէ, հեսա։ Հարց տվեց։ Էսա եղբայր, էսա։ Մի հատ էլ ինձ նայեք։ Էլի նկարվող կա։ Մի հատ առանձի կարը։ Բարի Վարդենի։ Ասա եղբայր։ Նախի բարովեցեք գրած մեր Վարդենից ուրախ ենք։ Ասա եղբայր։ Լավ բաներու համար մեխա նամակ։ Ուրա։ Ես մոտեցա։ Տվեք եղբայր։ Մի հատ Օգնականը ստեղ։ Հա։ Առանձի։ Հա իհարկե եղբայր։ Արի մխատիր ուրքա նկարվենք։ Էսա երեխոդ նկարվեմ մի վարկյա։ Մի հատ էլի։ Էսա հերթո։ Это մեր լավ։ Դա մեր տեխնիկաներ մացին դա բանը։ Այդ
Քաղանի տեղ են, վայր կռի մանիլա, Հայրեն անունն ասա։ տեղ։ Մանա այդտեղ բարեսան տրակտորը են, Գնայինք։ տեղ մխատ։ Գնայինք, գրածա, չէ, խստի։ Խա, Շատ լավ, գնացինք։ Բարև ձեզ Վարշապետ ոնց ես։ Լավ եղբայր ջան, ոնց ես։ Լավ մնացավ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ Բաժան, նա պաստամ։ Ասա եղբայր։ Մեկ ասեք, գիտեք, իմ մարդուս պասպորտ խանայիք։ Նոր ասում եք, կարիքը չկա, հիմա 43 ռեգիոնալ կուտան, 131 Այ տանասենա, էս ինչ են արել, կոդը 41-ի տեղը, ստեղ էլ կա անատոմիկի խնդիր, Տիկին Ավանեսյան, ստեղ պարզում է ստեղ էլ դիահերձանի խնդիր Վարչապետ, այս նոր բժշկական կենտրոնում լինելու է։ Հա, վարդենից, կառուցող բժշկական Մենք հիմա լինելու է, նախագծի մեջ կա Այո, նախագծի Բայց չենք կառուցում, բանում։ Նորը կառուցում ենք, բայց մինչև կառուցել է հինը լրի վերանորոգել ենք, որ լավ պայմաններ։ Իսկ դիահերձանն նորում է լինելու թե։ Նորում կլինի։ Հա, բայց ասում ես կոդը փոխել են, ինչա, ինչի տեղը ինչա։ Մարտունիցի է։ Չէ, սպասի։ Ինչի տեղը ինչա իմ պասպորտի մեջ։ Պասպորտի մեջ ներում բարձր, Մարտունիցի կոդն 31-ը կտած Մարտունի պասպորտ կանած։ Էս ինչ տնականություն են արել, պասպորտի մեջ կոդը փոխել են։ Բա այդ քիչ բան չի ցավը տանել։ Բոլորս էլ հայաստանցի ենք։ Գեղարքոնիքի մարզի Շնորհակալ ենք ձեզ։ Բոլոր տեսակի լավ աշխատանքներ կատարելու համար։ Շնորհակալ եմ, եղբայր։ Լավ եք, լավ ամեն ինչ։ Շնորհակալություն։ Պարոն Խուդացյան, ժամանակն է արդեն։ Պարոն Խուդացյան։ Ավտոբուսը արդեն շարժվենք, չէ։ Շարժվենք արդեն։ Շնորհակալ ենք շատ։ Վարդենիսին։ Շնորհակալ պարոն վարչապետ։ Հայ ժողովուրդը ձեր հետ է։ Շնորհակալ եմ, եղբայր։ Փաստորեն անցած տարի 4 միլիարդ, այս տարի 6։ Այդ հաստատված ծրագրերն եք, չէ՞ ասում։ Այո, որքան արել ենք։ Այս տարի էլ Հələ ասма մի քիչ, ուր է, ասma մի քիչ Վարդենիսի մասին մտածել, ուր գնաց։ 7 միլիարդի ծրագիր ընթացքի մեջ ասма որ մի քիչ Վարդենիսին լավ նայեք։ Ես էլ մտածում եմ, ասում եմ, էս ասելու է երևի, որ տենց ասեց, մտածում եք ասի, եսա մի 700 միլիոն, 800 միլիոն, 7 միլիարդի ծրագիր ունի, ասում եմ, Վարդենիսին մի քիչ լավ նայեք։ Արդեն ասում ենք երկրորդական փողոցներում։ Հա, շատ լավ։ Վարդենիս, սիրելի վարդենիսցիներ եւ ոչ միայն վարդենիսցիներ, շնորհակալ ենք բոլորիդ ջերմության համար, բոլորիդ տափարում ենք, բոլորիդ։ Լավ եղեք, գնացինք։ Այն ավտոբուսն է, հա? Չէ, արդեն գնանք դեպի Մարտունի։ Էլի են հավաքված։ Դե գնանք ուրեմն փաստորեն։ Եթե մարդիկ հավաքվել են, ինչ կարանք անել։ Բարև եղբայր։ Դե գնանք քայլելով, ինչքան է։ Հա, հեն է հրապարակ։ Բայց մայթով քայլենք էլի։ Մայթով քայլենք։ Բարև եղբայր։ Լավ ես։ Բարև եղբայր։ Ոնց եք։ Լավ։ Բարև եղբայր։ Լավ ես։ Տուր մի հատ։ Ահա, էս է քեզ։ Կարող եմ։ Իհարկե, արի բայց քայլելով։ Բարև եղբայր։ Խոսենք։ Մի րոպե, պարոն Պապոյանը բան ունի ասելու, այդ ընթացքի մեջ է հաստատ արվելու, է։ Դա նույնպես արդեն հայտարարել ենք եւ Բարև։ Արի եղբայր։ Մի րոպե։ Կներեք պարոն Պապոյան, հեսա։ Ես մի հատ նվիրեմ, հա, սրանից ես։ Սերտիկ անենք։ Անենք։ Շատ հատես։ Մի հատ էլ տուր։ Եղբայր, ինչ է անունդ։ Արի քեզ մի հատ սրանից նվիրեմ։ Բարև ձեզ։ Արի, ինչ է անունդ։ Տիկո։ Ապրես Տիկո ջան։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ եղեք։ Հա, պարոն Պապոյան։
Բարով վարչապետ։ Հասցրել չենք հասցնելու խոսանք հետ։ Այ եղբայր, բարև ձեզ։ Բարով վարչապետ։ Ես մի հարցով Բարոն Պապոյանի կա։ Ես մարզպետին եմ դիմել։ Ահա։ Այդ վերին շորժա։ Ահա։ Իպա վերելանց լավ բերման էր։ Ահա։ Դրա կողմը հեղերը։ Ահա։ Մի տեղ ընդ 20 հեկտար 89 թվից վարչակալական խող ուներ։ Բան կա, թուղթը կա։ Հա։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ 21 թվին ցամի։ Ահա։ Ամեն տարի ցանում է։ Ահա։ 21 թվի վրա խփի։ Հա։ Ցանած։ Ահա։ Իմ դաշտի մեջ խփի։ Շեր։ Դե ոչինչ։ Թուրքեր խփեցի չի։ Չքաղի։ Բարև ձեզ տղեկ։ Լավ եք։ Իդի թուրքերը դոստը։ Հա։ Իմ այդ միակ դաշտից։ Մի 200 մետր է առնում։ Ահա։ 3 տարի չենք մշակել։ Բարև ձեզ։ Վախի չեք մշակել։ Մի վախեցեք, մշակեք։ Բարև եղբայր։ Լավ եք։ Բարև վարչապետ։ Հիմա խաղաղություն։ Շատ դերես։ Էդի գնայք բերե, ես Բարև ցավը տամ։ Բարև ձեզ։ Բա ինչ անենք, ինչ եք ուզ բարև ձեզ եղբայր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա եք բերե, ես ցավը տամ։ Վարանք հետ ցանենք։ Հիմա այդ տարի վեր չենք մշակել։ Հա։ Բարոն մարզպետ։ Այս փաստա գրված է, այս ինչ որ ասում է։ Մարզպետի հիմի փողեր ուզում է։ Շատ լավ։ Մի հատ ինչ որ մի հատ փաստա գրված ինչ որ կա, մի հատ նայենք ինչ կա փաստա գրված։ Վարցը խիեր ուզում 3 տարի։ Ինչի վարցը։ Դե գույքի հարկա։ Հմուծի։ Բարեց։ Պարոն մարզպետ։ Փաստագրված հատվածը մի հատ նայենք ինչա։ Ըստ կլինի մի բան պայմանավորվենք, փաստերը արձանագրենք, ըստ փաստերի առաջնորդվենք։ Կլինի պայմանավորվեցինք։ Բարև։ Երեխեք լավ եք։ Նկարվեցինք, չէ։ Դե այս բաները ուղղեք է։ Իմն էսա։ Հա, ապրես։ Պարոն մարզպետ, այդ տենց կիսատ պռատ հարցերը որ կա, պետք է ընդհանրապես գույքագրել։ Ու որը հայա, որը չէ, ասենք հարցերը պետք է փակելով գնալ առաջ, էլի, որովհետեւ այդպես կիսատ ամեն անգամ, ասենք եթե չէ, ապա մարդկանց հստակ ասենք չէ, ժողովուրդ ջան, ու հիմնավորենք ինչի չէ, գրավոր տանք, որ մարդիկ իմանան։ Հայա, էլի գրավոր պետք տանք հայա, հարցը լուծենք գնանք առաջ։ Ինքը իր բերքը հավաքել է, իր տարածքի ուշնորհից չենք ունեցել։ Բարև ձեզ։ Դե էդ եմ ասում, ըստ փաստերի։ Եթե փաստագրված է, որ հավաքած է, ուրեմն չէ, ասում ենք ամենայն հարգանքով։ Մենք բոլորը փաստագրել ենք այդ ժամանակ։ Որը բան է եղել, մենք հանձնաժողով ունենք, հանձնաժողով ներկայացրել ենք։ Ու փոխհատուցումներ է տրվել։ Տրվել է։ Այդ ժամանակ բոլորը ովքեր վնաս կրել են, մենք անասուններն հիմարներն են իրենց հետ վերադարձել։ Այո, մենք ամբողջությամբ չկա մեկը, որ վնաս է կրել, կառավարությունը չի փոխհատուցել։ Շատ լավ։ Շատ լավ։ Պարոն Պապոյան, մի անգամ է փորձենք։ Հələ։ Պարոն վարչապետ, ամենասպասված այսպես ասած գյուղատնտեսական աջակցության ծրագիրը դա փոքր գյուղատնտեսների ուզում են, որպեսզի 0%-ով վարկեր լինեն, որպեսզի կարողանան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնենք եւ ելի այդ հարցով բոլորից ստայտվում է ձեզ ամենաշատը դիմել են։ Հա, եւ բնականաբար, քանի որ քաղաքացիները դիմել են ձեզ ու այդ հարցը մենք գիտենք, որ շատ կարեւոր է իրենց համար։ Բարև ձեզ։ Ձեր հանձնարարությամբ մշակում ենք աջակցության ծրագիր, որը կարծում եմ ապրիլ ամսին կհասցնենք ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները Էլի 0%-ով վարկերի մասին։ Այո, ու սա վերաբերվելու է 100,000-ավոր մարդկանց, այն փոքր գյուղատնտեսական ֆերմերային տնտեսությունների։ Դե նախկինում ոնց աշխատել են նույն ձևի, չէ՞։ Այո, նույն որոշակի դիզայնում միգուցե փոփոխություններ լինեն, բայց մեծ հաշվով լինելու է անտոկոս վարկ, որից կարող են գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր քաղաքացիները օգտվել։ Շատ լավ, դե ընթացքը ապահովեք, որ ժամանակին հասցնենք։ Հա, եղբայր։
Լեր թաղը երբեք ասացելու։ Որն է ձեր թաղը։ Է որ նոր մտել էիք է դրա կողքի թաղը։ Պարոն քաղաքապետ։ Երեխեն հարցում է իրաց թաղը երբ ենք ասֆալտապատելու։ Այս տարի այդ թաղը անել։ Հաստատ։ Հաստատ։ Որը ասեցինք ասցիք հաստատ, պարոն համայնքի ղեկավար, տեսեք, հա։ Նախագիծ նախաշիվարվածա սա։ Տեսեք, չանեք, հետո ես եմ սևերս մնալու։ Ես եմ սևերս մնալու։ Հաջա։ Երբ տարի առաջ ես մենք շատ դիմումներ ենք կատակացություն ունեցել։ Ինչ թեմա է եղել։ Դա իսպանական հարցը։ Երբ տարի առաջ պատասխանը դերից կրած։ Չի բացահայտվել։ Ոչ մի անգամ դիմումներս չեմ ստանում ես։ Ահա։ Հիմա մենք անազգանունը կասեք եթերում է։ 90 մի քանի անգամ ձեզ դեր մոտիքել ալեսի մի անգրել որի դասերից պետք է մի հատ անազգանունը դեպքի օր։ Ոստիկանություն։ Անազգանուն։ 99% գիտամ, 1% չգիտա, բա ո՞։ Դուժողի անազգանուն։ Ես այդ ինձ դիմումա գրել կտածես։ Շատ լավ, օգնական աստեղա, պարոն Իսախանյան։ Մեկ էլ մի խնդրեմ անգելի։ Մի հատ իրանք էլ դիմում ունեն սպանության գործը։ Մեկ էլ մի հատ։ 3 տարի առաջ ինձ անմեղտեղ դատին, տնային կալանք տվին։ Ինչ հոդվածով։ Ոստիկանության շենքը։ Ինչ հոդվածով։ Ինչ հոդվածով։ Եղջին տարբեր հոդվածներով զենք։ Դե եղբայր դատական գործեր կապված ես ինչ ասեմ։ Չէ, բայց դե արդեն դատել են մարդուներին։ Դատել են։ Ես ինչ անեմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ոչի չկամանք, յոլա յակեկա։ Դա թող բան խոսանքնեմ նոր։ 2 տարի 4 ամիս, 2 տարի 4 ամիս, 5 տարի կես ընդ դատել են, վերաքննիչ ազատել է, որ Եղբայր, եթե դատանը դատել է, ես չեմ կարա բան անեմ։ Եթե դատել է, ուրեմն Չէ, դա ուրեմն հիմքակ թե չէ որ դատել։ Չի կտե, ոչ մի բան, վերաքննիչ ազատել է։ Հա, ազատել է։ Ազատել է, ոչ մի բան չի կտե, բայց 2 տարի 4 ամիս անմեղտ նստել է միջի համար, այդ։ Հիմա դուք կարաք դիմեք էլի ձեր, եթե նայած վերաքննիչ ազատել է, նայած ինչ հիմքով ազատել։ Հիմքով որ ոչ մի բան չկտացին վրան, պարոն Խաչյան, ոչ մի բան։ Եղբայր, ես մի չեմ կարա բանավոր։ Եթե արդարացման հիմքով է ազատել, դուք իրավունք ունեք ձեր այդ ընթացքում ձեր կրած վնասների չստացած շահույթի հարցով դիմել եւ փոխհատուցում ստանալ։ Եթե ես ընդունում եմ, բայց ես իմ տեղը հարցում պիտի բացահայտվի։ Պետքա բացահայտվի, պարոն Փարչյան։ Պարոն Իսախանյան։ Որ ստից կասկածելով վենդետա չլինի, ասեն ես եղավ, ես կասկածելով մարդու վրա չեմ եկել։ Իմ դժվարին իմանամ ես քաշեմ կրած։ Դուք անելու բան չունեք, դա պետության գործն է։ Դուրեն իմ ուսը ձեր վրան ամնում։ Հա, եղբայր, բայց դե հիմա պետքա հասկանալ, եթե բավարար չափով փաստեր կան, պետքա բանա։ Եթե լրիվ փաստեր կա, զապիսներ կա, ամեն ինչ Ես չեմ բացառում, որ քննությունը մի րոպե խոսում ենք էլի։ Ես չեմ բացառում, որ քննությունը բավարար ուշադիր չի, արդյունավետ չի եւ այլն։ Մենք մի րոպե, ձեր ազգանունը ինչ է։ Հարությունյան Հարությունյան։ Ահա, լսում եմ ձեզ, երկու բառը դուք եք լսում։ Բայց լինում են դեպքեր, ընդհանրապես աշխարհի բոլոր երկրներում է, որ հանցագործությունները չեն բացահայտում։ Աշխարհի ոչ մի երկրում չկա, որ 100% բացահայտում կա։ Բայց ես հիմա ձեզ խոստանում եմ, որ մենք նորից մի հատ կնայենք, կխնդրենք մեր իրավապահներին առավել ուշադիր նայել, որպեսզի բացահայտվի։ Մի բան ասել գնացեք։ Որ ասում են 99% գիտեն 1%, այդ ո՞նց եղավ։ Այդ կպարզենք։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ ինձ 5 րոպե, ես կութի բնակիչ եմ, հեմոդիալեզով հիվանդ եմ։ Ես կութից շատ ժամանակ ոտքով եմ իջնում գնում դիալեզի գալի։ Մեր Վարդենիսի թիմը Մարտունիում է դիալեզ ընդունում։ Ճիշտ է, շնորհակալ ենք պարոն Խաչատրյանը, պարոն Սարգսյանը մեզ օգնում են տարբերաբար ժամանակ առ ժամանակ, գազել ունենք, մեզի տանում բերում է, բայց այնտեղ ապարատա փչանում, խնդիրներ ենք ունենում, ներկապահին մեր կես թիմը գնացել է, կես թիմը մնացել է։ Տիկին Ավանեսյան։ Խնդրում ենք իսկ ինչն է ձեր հարցը, ինչ է կապը։ Հարցը Վարդենիսում է լինի հեմոդիալեզ։ Տիկին Ավանեսյան, Տիկին Ավանեսյան, իսկ որ նորոգում ենք Վարդենիսում հեմոդիալեզ նախատեսում։ Այո, կլինի։ Այս տարի կլինի։ Այս սարքերի գնման process-ի մեջ է։ Իսկ մի հատ խնդրանք է, գութեն չկա բանի մեջ, 16 միլիոնի ծրագիրի մեջ, ինչի չկա։ Դե որովհետև նախկինում չեն սարքել, ընդամենը 3 տուն ա եղել, դրա համար չենք Չի լինելու։
Դե հաջորդ փուլում գուցե եթե հայտեր կան մի հատ հավաքեք գոնե իմանան կոնկրետ սարքողներ լինելու են, որովհետև էդ էլ սիրուն չի։ Բաները, քվոտաները դնում ենք տենց մնում է եւ կրով։ Մեկ էլ մեր քութի ճանապարհը շատ անմխիթար վիճակում։ Ճանապարհները հերթով կսարքեն, հա։ Նախ շնորհակալ եք, որ եկել եք մեր Վարդենից մի հատ սպեսի հարցը, էլի, ես վարորդ տղա չեմ, Վարդենից եմ, էլի։ Գնում ասում եմ գավառ պասպորտի համար։ Եղբայր, այդ հարցը քննարկեցինք։ Պասպորտի շրջիկ կետ կա։ Հետևեք հայտարարություններին, ներքին գործեր, մի րոպե, եղբայր։ Ներքին գործերի նախարարության շրջիկ անձնագրային կետը գալիս է Վարդենիցում կանգնում։ Ինչքան է պետք։ Մի ժամապետ, 2 ժամապետ, 5 ժամապետ, 2 օրապետ կկանգնի, ձեր մոտիկ կգնաք կմտնեք մեքենայա կահավորված Mercedes առել ենք, որ մտնեք ձեր հարցերը լուծեք դուրս։ Ուղղակի խնդրանք հնարավոր չի որ բերեն մեր մոտ ասեք եղբայր բերում են չունի գալու։ Չեք լսում դուք եք լսեք, ելի բանվարչություն։ Հիմա մի հատ կառավարության որոշման նախագիծ է շրջան առնում, որում համայնքի քաղաքացիների սպասարկման գրասենյակին որոշակի բաներ պատվիրակելու են, որ համայնքը զբաղվի դրանով։ Նկատի ունեմ պասպորտ սեղանը գալիս է, կա աշխատանքի կազմակերպման հարցը։ Այսինքն ձեզ հո շենք չի պետք, ձեզ պետք է որ ձեր խնդիրը լուծվի։ Mercedes-ը գալիս է, լուծում է ձեր սերտը, հիմա եթե խնդիր կա որ համայնքային ծառայության գրասենյակը նախնական ինչ որ հավաքի փաստաթղթերը, որ մեքենան գա միանգամից լուծի, դա կլավացնեն, կլուծվի դա։ Այսինքն ձեզ ծառայությունն է պետք, էլի շենքը չի պետք։ Մենք ծառայությունը կապահովենք։ Որտեղ ենք գնում, Համայնքը մեքենան գալիս է քաղաքի կենտրոնում կանգնում է։ Թե չէ գավառ 3 անգամ գնում եք 40։ Բայց հիմա խի եք գնում, ինչ եք գնում։ Հերթը շատ է։ Ինչի մեքենայի մոտ հերթը շատ է։ Տիկին Սարգսյան։ Հələ ձեր անուն ազգանուն ասա։ Արթունյան Վարդան։ Կոնկրետ խնդրում եմ արդեն երկու քաղաքացի Տիկին Սարգսյան, ներքին գործերի նախարարին եմ դիմում։ Երկու քաղաքացի արդեն այդ հարցը բարձրացնում են, բայց մենք շրջիկը ունենք։ Խնդրում ենք մի հատ մարդու հետ խոսան, տեսնեն եւ համայնքի հետ էլ խոսան, մարզպետի հետ էլ։ Այդ շրջիկ կետի աշխատանքը ինչով չի բավարարում, որ մարդիկ հարցը բարձրացնում են։ Համեցեք։ Այդ շրջիկը, այդ հասկացողությունը որ կա եղել է դեր դիմել եմ, փոքր տղայիս համար ազնագիր ստացել եմ, այդ ձեր ասածը աշխատել է համաձայն, բայց մնացած մյուս հարցերում չի։ Ինչ հարցերում։ Պետք է գնանք ասենք, այնտեղ գրանցման հետ կապված։ Շենքի հարցը փակել են, էլի Ժորժ ջան։ Ընտանիքի պետք է։ Էսա ընդհակառակը 27 թվից 27 թվից 26 թվից երկրորդ կեսից կամ 27 թվից բիոմետրիկ անձնագրերն են մտնում, որ ընդհանրապես ամեն ինչ հիմնական մասը on-line ալնելու ազնագրի համար մի անգամ ընդամենը պետք գտնելու գնալ։ Դրա համար բերել շենքեր սարքել այդքան պետական ծախսաներ, բայց ասում եմ Տիկին նախարար, մի հատ մարդկանց հետ թող կոնկրետ խոսեն, ձեր անուն ազգանունն է։ Արտուր Օհանյան Արտուրի եւ մեր եւ Վարդանի հետ։ Թող խոսեն, մի հատ հասկանան մարդիկ ինչ իրավիճակներում են, որ չնայած շրջիկը դրել ենք, իրանք ինչի են ստիպված գնալ գավառ, դուք էլ ինձ հետո կասեք, թե իրանք ինչի են ստիպված գնալ գավառ։ Չէ՞ որ մենք դա այդ ծառայությունը ստեղծել ենք, որ ստիպված չլինեն։ Տան համար է էլի, մենք 2000 թվից ես ապրում եմ մի տան մեջ, որը որ այն ժամանակ գիտեք ոնց է եղել էլի, գյուղապետներն բերել են մարդիկ են գրանցել, տարբեր մարդիկ են գրանցել, հիմա չեմ կարողանում սեփականությունորեն, մենք տան մեջ նստած, բերել են իրանք տարբեր մարդիկ են գրանցել, հիմա դրական պատասխանեք, կներեք, ես դուսատեք եմ, դրական պատասխանեք, խնդրում եմ։ Շատ կարդամ նոր էլ ես գլխից ոնց Պարոն Փաշինյան, անձամբ ձեզ եմ խնդրում, պատասխանեք։ Բայց օգնականից եմ տալու, ինչ հարցով։ Ինչ հարցը։ 20 թվականից ստեղ սպանության հարցը որ մինչև որ ձեր ամուսինը մոտեցել է։ Եթե ոչ, ուրեմն օրենքի մատը խառն է։ Շատ լավ։ Նախարարի, բոլորի դատախազի դատավորների, բոլորի մատը խառն է։ 20 թվին նախարար չի եղել, դատախազը դատախազ չի իրոք հավատացեք օրենք գոյություն չի։ Ես պարոն Փաշինյան, ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ, հիմա այդ տունն ես եմ 0-ից հավաքել եմ։ Այն ժամանակ ինձ ասել են, որ ինքը թուրքի լքված շինություն է, որպես 90-ականների փաստական, պիտի այդ տունն նվիրատվություն անեին, բայց ղեկավարները այն թվի ղեկավարները
Էտո ոլորտի հարցա, Թորոսյանի նախարարության հարցա, մարզպետարանի թե համայնքի։ Կադաստրի։ Բանը գրանցումների հետ է կապված իրանց։ Մի հատ ձեր անուն ազգանունը ստեղացեք, պարոն Թովմասյան։ Բաղմանյան Էլմիրա Սուրենի։ Գյուղը։ Կուկուց գյուղ։ Հասցեկա։ Հա, հասցեկա, Բալասանյան առաջի փողոց 25։ Մի հատ այդ տան հետ կապված, պարոն Թովմասյան, հասկանանք ինչ խնդիր է, այսինքն ինչ հասկացա։ Վա, ես չեմպիոն եմ։ Ինչի չեմպիոն ես դու։ Ինչի։ Մարլաձեց, շատ ապրես։ Բարև եղբայր։ Լավ եղբայր ջան։ Նկարվենք, ով է նկարում։ Շնորհակալ եմ։ Հա ջան, մի րոպե։ Լավ քաղաքապետ ունենք, որ ռայոնի համար լավ ատացնենք։ Մենք էլ շնորհակալ ենք, որ հարգել եք, եկել եք։ Խի առաջ անգամ եմ ես եկել, քանի անգամ եմ եկել, ես որ երրորդ անգամն է ես վարչապետելներից հետո որ երրորդ անգամն է ես արդեն հաշիվել չկա։ Փաշինյան, Արիքես։ Ընտրեմ ես դիմումներին մի հատ դենտի պատասխան տվեք դրական։ Վայ մռուտ ջան, սպասի։ Ես է քեզ եմ սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, երեխեք ջան։ Բարև, ինչ անունը։ Եկելա ձեզ տեսնի։ Բարև Կամո ջան, մի հատ բարև եղբայր։ Լավ եղբայր։ Մի հատ քեզ նվիրեմ սրանից։ Բարև եղբայր ջան։ Մի հատ քեզ էլ նվիրեմ, բայց կուրտկետ հաստա դու էս վերցրու։ Կամոինն էլ, Կամո ջան, քո կուրտկեն էլ է հաստ։ Արանք նկարվենք։ Հա, իհարկե եղբայր։ Մենք հետ։ Հա ջան։ Ով է նկարում։ Երեխեք ջան, այդ բաները չգցեք։ Սպասի քեզ էլ տամ սրանից նոր։ Ներոպե կան եկել։ Ներա կարել չնջել։ Մեր վարչապետն է, մեր վարչապետը կմնա ոնց Փաշինյան մի հատ խնդրում եմ ինձ լսի անցած տարի ուրալը նոր շրջեցին գերիցորեն Սիսյան որ են Էսա մի րոպե Էլո է նկարվում Դուք ասեք լսում եմ Ով է նկարվում Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ Չէ, հաջան եղբայր 100% Չենք երևում Երևաց է Հաջան Ուրեմ ես ունեմ մի հատ Դեմքը շատ ծանոթ Հիմա չեմ թողեմ մի հատ Մեր Քանի բնակիչ կա 5000 ուրեմն մեջտեղ Կողքը ինչ գյուղեր կա Լուսակուն քաղաքը մեջտեղ սարքեն 1600 համարյա 1600 պարոն վարչապետ մա 10 նոր հա Շնորհակալ եմ 1600 լուսակունքում է բնակիչ 1100 Խաչաղբյուրում է Բանի 5000 էլ մերն է այդ մարզական կենտրոն սարքելու համար ճիշտ տեղը որտեղ է Որը նենց հնի, որ խոշորացված համայնքի մաքսիմալ շատ բնակավայրերի էլի Որոշել եք տեղը, եղբայր Վարդենիսում ենք կառուցել Ակունքի մեկ էլ Խաչաղբյուրի մեջտեղում, լուսակունքում Լսեք, հիմա մեխանիզմը հետևյալն է Մաքսիմալ հարմար տեղ եք գտնում Հետագայում էլ համայնքը տրանսպորտային համակարգի միջոցով ընենց անում է, որ սկսում ենք բան անենք Էս այս 7-10 միլիարդ ավարտեք, հաջորդիվ արդեն համայնքի խոշորացված տրանսպորտային հարցերին պետք է, որ դպրոցա, մարզական կենտրոնա, մանկապարտեզա, մարդիկ հասանելիություն ունենան եւ մեծ բարդ Չնայած դպրոցի հարցը առանձին ենք լուծելու, որը կրթահամարիր է։ Մենք կամ ծնողներին ենք ֆինանսավորելու, կամ մենք ինքներս բանի համար
դպրոցի համար տրանսպորտ ենք ապավել։ Ստեղ եղել է տրանսպորտը։ Մի բան էլ ասեմ, տրանսպորտի հետ կապված մենք մի քանի անգամ մրցույթ էինք, հաղթող չեղավ, հիմա ստեղծել ենք համայնքային ՓԲ։ Դե ուրեմն տենց, համայնքային ՓԲ։ Մեր աշակերտներն են 2025 թվականի Եվրոպայի չեմպիոններն են։ Շատ ապրես, շատ ապրես։ Եթե դա Նկարվեցինք չեմպիոն, թե չէ։ Չեմպիոն։ Նկարվեցինք, թե չէ։ Վարդենիսում, եղբայր, Վարդենիսում։ Վարդենիսում կա արդեն, պարոն։ Քանի կիլոմետր է ձեր բնակավայրը հեռու։ Կպած է այդ գյուղերի հետ։ Չէ, Վարդենիսին ինչքան է։ Վարդենիսից ինչքան է հեռու։ Կպած է, չէ։ Էй դե եղբայր, Վարդենիս ինչ տարբերություն։ Դե այն կողմից, պարոն վարչապետ։ Դե եղբայր, սկզբից մեծ բնակավայրում պետք է սարքենք։ Ծանրաբեռնվի տեղ չլինի, հետո արդեն գյուղերում, էլի։ Ասենք տրամաբանոր նորակառույց դպրոց կա։ Նորակառույց դպրոցի մարզադահլիճ։ Արդեն պետք է գնանք, չէ՞։ Ժողովուրդ ջան, արդեն մեր ժամանակը սպառվում է։ Ինչա գրած։ Մի հատ տվարտիրան են բլե, ամբողջ։ Ինչ եք ուզում։ Տվարտիր է, ամբողջ։ Ինչ եք ուզում։ Ուզում եք ինչ անենք։ Մի հատ տարած ձեր աչքով տենաք, մերը ում հայտնեմ։ Տեն հիմա չեմ կարող գամ տենամ։ Կարող եմ անցնեք այն միշտ կողմ։ Ուշանում ենք, Մարիկ ջան։ Ուշանում ենք, ուրիշ ձեր աչքով տենաք։ Այս դիմումը կտանք բանոնի այս դիմումները ամբողջին հայտնել են։ Կբաշխեք օգնականների մեջ, հատ զբաղվեք բոլոր դիմում։ Ձեր պատասխանել է, ես խնդրում եմ ադենձիլեսի մերին ջան։ Անցած տարի ես ու Քաշան քնարիքնի ծառայողի մեզ, անցած տարի Ուրալն ու Գավսիսյանի ջան, ես չարտուկ շուրեղերին։ Նոր կարգավորում։ Շնորհակալ եմ քեզ որ այդ կարգադրությունների սինգուատն սարկաթրած է, 3 կիլոնանոց սարկաթրած, շատ շնորհակալ եմ։ Քեզանից է մեր առողջապահության նախարարից է, հիմի ինտեղ եմ բռնվուզա։ Ինչի համար։ Անա է։ Ես գնա մեքենա շուրեգի ինչ բերին բարտի կախին թե ոնց տեսցելին 3 տարի նստեր արտի 6 երեխա ունի իրան փարոսը կտրած երեխեքներին իրան սանկատուն են լրիցա գրդաշ ջուրեն կատում երեխեքներու վրենա անջապես ես խնդրում եմ աջակցիս իմ երեխին փաստողի Սիվանդա Սուքասյանը Ստեփան որտեղ է նստած Արմավիրի քրեակատարողականն եշմիածին Բնայք չեմ կարա բան խոստանամ բայց եթե լավ վարք ունենա գուցե պայմանական վաղաժամ բայց արդեն պետք է գնանք մի րոպե չէ ինձ պետք է լսեք որովհետև ես 55 թվից ծնված եմ 78 թվին իմ պասպորտը կեղծել են իմ ամուսնու անձնագիր կեղծել են տղուս տղես մահացած է ամուսինս մահացած է հիմի կատաստրոֆ ես գոյություն չունեմ որպես Հայաստանի ստեղի բնակիչ չգիտեմ որտեղ են գերը ինչ են արել կատաստրոֆն կեղծել են անձնագիր չունեք դու անձնագիր ունեմ կեղծած անձնագիրն տեղակ է իմ մահաց մատ բարձեք ինչ իմ մահացած տղուն գրել են ուրիշ շենքի վրա սենց դեպքերում ախր գոնե գրավոր ասեք որ գոնե անազգան մի բան ես 5-6 անգամ տվել եմ ձեզ նամակ ինձ անձամբ տվել եմ հա ինչքան որ եկել եք շատ լավ ձեր անուն ազգանունը մի հատ ասեք Ղազարյան Անահիտ Արմենակի հասցե լեռնագործների է բայց տվել եմ լեռնագործների է բայց իրան այստեղ խնդրեմ ունենք որ մարդը Փախստական են գրել, փախստական են գրել։ Շատ լավ, փորձենք հասկանալ։ Դու ասեք, ես ոնց կարամ ձեզ ազգային Հիմա նախարարին ես դիմեցի, որ նախարարը մի հատ ճշտի։ Մի հատ ճշտի։ Ժորժ ջան, պետք է գնանք արդեն ճշտի։ Չէ, արդեն Չէ, եղբայր արդեն ուշանում ենք։ Չանե որ այդ ռազմային ընթացք դրվի։ Եղբայր գրավոր մի գոնե թուղթ տվեք։ Հայտնի է։ Մի գոնե թուղթ տայիք, էլի, բարև եղբայր։ Հա, նկար։ Ո՞վ է նկար։ Որտե՞ղ։ Զինվորի տանը որ հանդիպեցի սայլակի վրա որ նստացի, հիշեցիք։ Հա։ Ինչա պետք անել, ինչ է բաղկանում եք ասել։ Երկու խնդիր։ Ասեք։ 70,000 դրամ վարկեմ ունեցի, ապրիլյան պատվեր մասնակից, հիշեցիք ինձ լավ։ Այնօր որ ասեցի։ Զինվորի տան ամսու 28-ի վրա։ Հիմի աճելա էլա 5 միլիոն էտի։ Համել բնակարանը սերտագրված են բնայում 10 տարի է։ Բայց ապրում եմ անորոջս հետ։ Իմ հարցը այդպես մնացել է։ Բնակարանների հարցերը լուծելու ենք։
Պարոն Պապիկյան, հերթագրված բնակարանների հարցերը հերթագրված լուծելու։ եմ։ Ուղղակի խնդրեմ այդ հարցի լուծումը Բնակարանի։ Այո, լուծելու են։ Էսա վարկինը չգինեմ պետքա նայվի, բայց բնակարանն ապրիլին կառավարության որոշում ընդունելու ենք 2 տարվա մեջ լուծելու։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, գնացինք, բոլորիդ շնորհակալ եմ։ Եղբայր, պետք է գնանք արդեն։ Պետք է գնանք։ Երեխեք ջան, տուր մի հատ բան տուր։ Երեխեք, ես ձեզ, հա, եկեք։ Ում չեմ տվել սրանից, ես ձեզ, Լևոն տուր։ Ում չեմ տվել սրանից։ Ձեզ տվել եմ սրանից, դե վերցվեք։ Այդ մագնիսը տնգավ։ Հա, ավտոբուսը ուրա։ Շնորհակալ եմ, եղբայր, Ամբողջ Վարդենիս Փաշինյան։ Շնորհակալ եմ։ Գնել, Հաջան։ Շնորհակալ եմ, եղբայր։ Դեռ հələ գալու ենք, մայիսին գալու ենք, այս ժուրնալն է։ Բարև եղբայր։ Եղբայր ցավը տանեմ, արդեն պետք է գնանք ուշանում ենք, ահա որ։ Ավտոբուսը ուրա։ Գնացինք։ Տներեք, պետք է գնանք արդեն։ Դե արագ, ելի ուրա հեռախոսը պատրաստ է։ Եղբայր արդեն ուշանում ենք, էլի, կներես։ Համայնքի ղեկավարին ասա ինքը ինձ կփոխանցի։ Հա, արագացրեք, էլի երեխեք ջան։ Դու Ժողովուրդ ջան, ուշանում ենք, էլի։ Եկեք, արագ, նկարվել արագ։ Արագ, երեխեք արագ չեք անում, ուշացանք, կորը պրծա, հա? Նկարվեն, մի հատ պին տուր, ես քեզ, երեխեք լավ էլի նկարվել է հաջորդ անգամ թողը։ Ես քեզ տվել եմ քեզ սրանից, դե վերցրու։ Գնացինք։ Լևոն ջան, ավտոբուսը մի շմոտ եք բերեիք։ Բարև եղբայր։ Պարոն վարչապետ, ես մի հատ եմ խնդրում։ Լավ էլի։ Վարդենիսիներին լավ նայա։ Երկու աշկով։ Տնաշեն, 7 միլիարդ սուբվենցիոն ծրագիր ենք հաստատել։ Մենք սահմանամերձ ա կապրել։ Հա։ Ում ոնց ա նայես, բայց մեզի լավ նայա։ Բոլորին ես բոլորին նույն ձև եմ նայ։ Վարդենիսիների վիճակը թող լավանա։ Կլավանա, ոչ մի խնդիր։ Ժողովուրդ ջան, կներեք, արդեն պետք է գնանք, կներեք։ Ներողություն, շնորհակալ եմ բոլորին։ Բոլորից սիրում եմ, լավ եղեք։ Արագ, երեխեք, արագ։ Արագ։ Վերցրու եղբայր, դուր ես էլի։ Դու ունես սրանից։ Հա, շատ լավ։ Ես չունեմ, Իհարկե, եղբայր։ Նրանց չի ասա։ Վարչապետ նկարի։ Արմեն ջան, վերցրու։ Շուտ արա։ Շնորհակալ եմ, եղբայր։ Գնացինք, Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Լավ, դու ինչ ես անում այստեղ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ։ Մեր մի բան ասեմ, էլի։ Ճապոնիայի բանն էր, որ կայսերը գնաց, ձեռը բռնեց խաղաղություն Ամերիկայի հետ։ Եղավ, Շնորհակալ եմ։ Ահա։ Այսպեսին էր Վարդենիսի մեր այց։